Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, որպես մի նախարարություն, որի համակարգման ոլորտներում գտնվում են թերևս ամենամեծ թվով կազմակերպությունները, միայն 1352 պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ենք խոսում, որոնք դպրոցներ են եւ նաեւ մշակույթի, սպորտի ոլորտում գտնվող այլ հաստատությունները, մենք այստեղ իհարկե ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ ամեն դեպքում որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն, որտեղ նախ եւ առաջ այս ծավալի ուրեմն վարձակալությունը առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, որտեղ ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, եւ երկրորդը, սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու, հետեւաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ առանձնահատկություն կարող լինի, ասենք ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը, թե Շատ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք վարչարարություն են գեներացնելու լրացուցիչ, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում եւ ուղղակի ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն եւ առաջարկում եմ ազգային ժողովի փուլում եւս մեկ անգամ այս հարցը քննարկել։ Պարոն Գրիգորյան, համեցեք։ Ես կարծում եմ Տիկին Անդրեասյան, սա շատ ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ մենք մասնավորի հետ մրցելու ենք, մրցակցություն ենք ունենալու։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում, մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Դա առավելապես օրինակ առողջապահության ոլորտում է արտահայտվում, կրթության ոլորտում է արտահայտվում, իսկ սենց մենք որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետքա լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում։ Դա նշանակում է, որ մասնավորի հետ մենք անարդար մրցակցության մեջ ենք, որովհետև կարող է պատահել նույն ծառայությունը այդ ինքնարժեքով, դեռ ավելի բարձր որակով եւ քիչ ինքնարժեքով ալտերնատիվ մատուցող լինի։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ շատ լավ լուծում է սա եւ լավ որոշում։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես նույնպես կարծում եմ, որ սա շատ լավ որոշում է, սա երկար ժամանակ ֆինանսների նախարարության եւ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից քննարկված հարց է, եւ մենք իհարկե նաեւ քննարկել ենք այն հարցը, որ այնպեսի ճանապարհով գնանք, որ վարչարարական հավելյալ շատ մեծ բեռ հենց սկզբից չստացանք։ Սա երկար ճանապարհ է, որ պետք է անցնենք։ Հիմնական նպատակը նաեւ, որ մենք տեսանելի եւ թափանցիկ դարձնենք, թե ինչ հանրային սեփականություն է օգտագործվում մեր կարևորագույն ծառայությունները մատուցելու համար։ Այդ թվում նաեւ հանրակրթական ծառայությունները։
Հաջորդ կարևորը նա է, որ սա որևէ կերպ բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում։ Ես կբացատրեմ ինչ եմ ասում այդպես, որովհետև մենք սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն ենք ապահովելու եւ պետական բյուջեում արտացոլելու ենք ռեսուրսի այն արժեքը, որ մեր տարբեր պետական կառավարման մարմիններ օգտագործում են։ Եվ պայմանավորվել ենք, որ մի կողմից ծախսն են գրելու, մյուս կողմից առանց քննարկելու այն եկամուտներն են գրելու, որոնք հաշվարկային մեծություն են, բայց նաև ծախսը դիմաց է, որ մենք տալու ենք պետական բյուջեից, որպեսզի այդ դպրոցը որպես ՊՕԱԿ բավարար միջոցներ ունենա քննարկումից դուրս այդ վճարը վճարելու համար։ Հաջորդ հարցը նա է, որ իսկ ինչպես ենք որոշում այդ վճարի արդար չափը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն մեր ընդհանուր կարգավորումների համաձայն սկզբից առաջարկել էր որոշել տվյալ գույքի վարձակալության շուկայական արժեքը, որպեսզի ամեն ինչ արդար եւ լինի այնպես, ինչպես շուկայում է տեղի ունենում։ Մենք այդտեղից նահանջ կատարեցինք որոշ չափով, ասացինք, որ մենք սկզբից այդքան մեծ գնահատումներ չենք պատվիրի, որովհետեւ իրականում գույքային միավորների քանակը շատ մեծ է եւ համանմանության բազմաթիվ տվյալներ կօգտագործենք այդ թվում կադաստրի կոմիտեից վերցնելով, որ սկզբից մեր բյուրոկրատական process-ները շատ ծախսատար չդառնան եւ ժամանակատար չդառնան, այսինքն մոտարկումներ կլինեն։ Էլի կարգը կգրենք, այն ժամանակ մանրամասները կքննարկենք։ Արդյունավետության հարցը հաջորդ շատ կարևոր հարցն է, որ կգա։ Եվ ես այստեղ երկու շերտ եմ ուզում առանձնացնել։ Օրինակ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում ենք, որ այս տեղափոխությունների հետ կապված 2000 քառակուսի մետր տարածք ենք հատկացրել իրենց նոր տարածքում աշխատանքը շարունակելու համար, բայց այդ 2000 քառակուսի մետրից միայն 1200 քառակուսի մետրն է, որ օգտագործելի տարածք է։ Սա մեր պետական սեփականություն հանդիսացող շենքերի արդյունավետության ցուցանիշ է։ Այնպես են կառուցված եղել այդ շենքերը, որ 1200 քառակուսի մետր, որպեսզի կարողանաս օգտագործել, պիտի 2000 քառակուսի մետրանոց տարածք վերցնես։ Հիմա հաջորդ հարցը, որ միանգամից առաջանում է, իսկ մենք այդպես շարունակում ենք, նախատեսում ենք այդպես շարունակել առանց որևէ փոփոխության, թե ժամանակն է մտածելու, որ այն չօգտագործող 800 քառակուսի մետրերից մի մասը նույնպես դարձնենք օգտագործելի։ Եվ դա կարող է որոշակի նախագծային փոփոխություններ պահանջի, նորոգման կամ արդիականացման, այսպես ասած, լրացուցիչ ծախս, բայց վստահաբար ավելի մեծ արդյունավետություն։ Եվ ի վերջո հաջորդ շերտը բազմաթիվ պետական կառավարման մարմիններ ունենք, որոնք օգտագործում են տարածքները ավելի, քան իրենց պետք է։ Եվ այս քննարկումը ոչ առաջիկա 2-3 տարիներին, խոսքը իհարկե չի վերաբերում դպրոցներին, մենք ենք դպրոցները նախագծել, համաձայնվել, որ այդ տեսակ նախագծերով լինեն իրենք, բայց շենքեր կան հաստատ, որ իրենք ազատ տարածքներ կազմակերպություններ կան, որ երբ որ մենք ասենք, որ իրենց վարձակալած ռեսուրսի արժեք կամ օգտագործող ռեսուրսի արժեքը տարեկան 50 միլիոն դրամ է կամ 100 միլիոն դրամ է, իրենք երկար կմտածեն, ուզում են 100 միլիոն դրամանոց ռեսուրսը շարունակել օգտագործել, թե բավարար կհամարեն դրա 60-70%-ը իրենք իսկ առաջարկելով, երևի կմտածենք նաև խթաններ այդպիսի վարքագիծ ձևավորելու համար, որ օպտիմիզացվենք, որովհետև առանց այս քննարկումը բացելու մենք հարցի պատասխանը չգիտենք։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր գործընթաց է, երկար գործընթաց է, մենք անցումային ժամանակահատված ունենք նաև նախատեսված, մի քանի տարիների արդյունքում նոր կկարողանանք ծածկույթ ամբողջական ապահովել եւ պետք է այս ճանապարհը անցնել։ Համեցեք, պարոն Թոմյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ,